Մենք հիմա գտնվում ենք Սպիտակ քաղաքում, որտեղ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավն է մեկնարկելու։ Ինչ ակնկալիքներ, ինչ սպասելիքներ ունեք։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը գալիս է մեր Սպիտակում, շատ ուրախ եմ ու հավատում եմ իրան։ Շատ եմ հավատում իրան ու վստահում եմ, որ ինքը կանի, այս երկիրը վերականգնեցնի։ Հա, ինչու պետք է մարդիկ ընտրեն Ռոբերտ Քոչարյանին։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ է խոսում, ինչ խոսում է ճիշտ է խոսում։ Կհիշեք նախագահության տարիներին ինչ փոփոխություններ եղան, որ այսօր անընդհատ փորձում են ստվերել, մոռացության տալ։ Իրան չես կարա մոռանալ, անհնար է, ինքը շատ լավ ազնվորություն է։ Ես իրանի շատ գոհ եմ ու շնորհակալ եմ ու հավատում եմ իրան, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Վստահում եմ ու հավատում եմ։ Իսկ այս իշխանությունը, այն քայլերը, որ անում է, ինչպես կբնորոշեք։ Հիմա ինչ խնդիրների առաջ որ մեզ կանգնեցրել։ Եթե Փաշինյանը մնա, մենք կորացենք։ Այդքան էլ ասեմ։ Ես չեմ ուզում Փաշինյանը մնա։ Ես ասում խաղաղություն եմ բերել։ Ոչ, նա խափում է, սուտ է խոսում։ Նա խափում է ժողովրդի աշկերին փոզապչում ինքը։ Ես չեմ հավատում, չեմ վստահում իրան։ Միշտ չեք վստահել, թե Ոչ, ես այն սկզբից էլ իրան դեմ եմ եղել։ Չեմ սիրել իրան։ Ինքը թուրք է։ Հələ նրա ազգանունը կարդա Փաշինյան։ Ինչ է նշանակում։ Դար մի խելացի մարդու ցույց տուր Փաշինյանը ինչ է նշանակում։ Ես էլ դրանից ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ էլ ուզում այդ կեղտի ոչնչությունի անունը լսեմ։ Ափսոս եմ կարի, որ իմ բերանից իր անունը լսեմ եմ։ Ես միայն վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին ու տեր եմ, իմ խոսքի տեր եմ։ շնորհակալություն։